Ողջույն իմ բարի, իմ սիրուն ժողովուրդ ջան։ Ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես սկսել ենք մեր հաղորդաշարը եւ միասին շարունակելու ենք բացահայտել մեր չքնաղ երկիրը։ Անդրադառնալու ենք մեր ժողովրդին, սովորություններին, մշակույթին, արմատներին, կենցաղին եւ այդ ամեն ինչը իհարկե համեմված է լինելու հումորով։ Ինչպես տեսնում եք, ես այսօր Գառնիում եմ։ Եվ միասին նշելու ենք Տյառն Ընթառաջը, որը նախկինում եղել է հեթանոսական տոն, այսինքն ինչ որ չափով էլ անդրադառնալու ենք հեթանոսությանը։ Բայց մինչև հաղորդումը սկսել ուզում եմ ձեզ փոքրիկ հիշեցում անել։ Դուք մեր հաղորդմանը կարող եք աջակցել Donation Alert-ով, որը կգտնեք հաղորդման նկարագրության բաժնում։ Դե ինչ, ժամանակն է որ սկսենք։ Չեմ գիտեմ դու ինչ բան Ինչ բան է։ Բանի տելևիզորով շատ ենք նայում Հա, ինչ լավ է։ Ինչ լավ է։ Բոլոր հաղորդումները նայում եք։ Այո Ձեր անունը կասեք։ Մելիք Պարոն Մելիք, շատ ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ։ Ինչ կպատմեք ինձ մի քիչ ձեր առօրյայից, ձեր կենցաղից, զբաղմունքներից։ Այս նկարիչ եմ Նկարիչ եք։ Վաու։ Իմ տունը սա աշխարհի ինչքան մարդ կա գալիս է էլ մեր տունը Ես չեմ եկել ձեր տան։ Սաղաշայից որ գալիս են, ես չեմ եկել։ Ես սա բան է, արհեստավոր եմ։ Նկարիչ եմ, արհեստը ինչքան ինչ տենում ես տերան գծկան, ես եմ սարքում, էլ դες ես տունը որ կա, էլ ես եմ սարքում։ Հա, լուբոյտ է։ Հրաշագործ ձեռքեր ունեք ուրեմն դուք։ Տունը որ տենակ զարմանակ։ Հա, նկարներով եք պատել։ Ամեն ինչով, նկարես բան է, խճանկարներ սա։ Խճանկարներ։ Իսկ սովորաբար ինչ եք նկարում։ Մեր տունը արեք տանք։ Չենք հասցնի, մի քիչ զրուցենք, հետո եթե ժամանակ լինի կգանք։ Ինչ եք սովորաբար նկարում։ Բնանկարիչ։ Բնանկարիչ եք, հա։ Ինձ էլ կարաք նկարեք։ Ես եմ բնության մասնիկ։ Կարամ, ես դիմանկարիչ չեմ, բայց կարամ նկարել։ Ձեր պատկերացումը, էլի։ Հա։ Օրինակ ինչ ձև ես կլինեմ ձեր նկարների մեջ։ Ես ինչ իմանամ, սիրուն։ Սիրուն է։ Կարևորը է դա։ Այսօր տրնդեզ է։ Տյառն Ընթառաջ։ Նշելու եք։ Արի ես տրնդեզ չունեմ, մեր հարսանիք չկա որ։ Հարսանիք չունեք, բայց բանա ոնց որ կրակ են վառում, ովքեր հարսանիք չունեն։ Կրակ են վառում, թռնում են։ Հա։ Թե չեք թռնում դուք էլ։ Հա, մեկ թռնում են, ջայլ ժամանակ թռնում են, չէ՞։ Ումից էիք թռնում։ Իսկ դուք ունեցել եք տրնդեզ։ Հա։ Հա։ Բայց ուզում եք որ անեին, թե չէ։ Դու ես հիմա չեմ, ինքան ես հավատացյալ չեմ, էլի, ասենք այդպես բաների հետ Դե այդ կրակ վառելը հավատացել հետ կապ չունի, ինքը ավելի սենց բան է, էլի, ժողովրդական սովորություն է։ Հա։ Թռել եք կրակից։ Թռել ենք, հա, 7 անգամ էլ սթռում ենք, չէ՞, բանի բոլորը։ Հա, ճիշտ է, էդխի, որ երազանքը կատարվի։ Հա։ Ձեր կնոջ հետ եք պատտվել։ Կատարվեց։ Կատարվեց, բայց Ինչ։ չէ, այդպես մի բան ասեմ, կեթա կգնի կնոջ սրական չէ, իրեն լավ բան չի լինի։ Ականջիս ասեք։ Բանաստեղծի է իմ կնիկը էլի ամել։ Բանաստեղծուհի է։ Օ, ձեզ նվիրել են բանաստեղծություններ։ Այս իմ նստած տան մեջ նկե բան ա, գերեմ նորել ասում այն լավ։ Մի անեկդոտ գիտեմ, էլ բան է արտաշատցիների։ Հələ ասեք, կակրոս հետո արտաշատ եմ գնալու։ Հա։ Ուրեմն բան ասեմ։ Հա, հա։ Ուրեմն մի հատ արտաշատցի բան անեմ, չէ, 3 հոգի նստում ուտում խմում են, ես թամախով են, չէ՞ դրանք արդյոք։ Ուտում խմում են, բան են անում, հիմա մեկը պետք է մուծի։ Հա։ Հա, մուծի մեկ էլ դե չուզում են, մեկը ասում կային թողեն մեկը մուծի, են բիրա վրա են գցեմ։ Մեկ էլ տերը տեղի այդ բանի, տերը գալիս է, մեկ էլ ասում ինչ են չեք բուտ բան անեմ, վիճեմ իրար հետ, ասում ես իմ ես չեմ ուզում մուծեմ, իրեն ասում ես չեմ ուզում մուծեմ, ասում մեծ լավ ձև գիտեմ էլի։ Բա ինչ ձև, ասում արեք ստե, մի հատ վաննա է այստեղ լիճ է։ Ահա։ Ասում գլխներդ ցես կողեք դրա մեջը, ով որ շուտ հանես, ինքն էլ պետք է մուծի, հա։ Իրեքն էլ մեռնում են։ Վայ։ Եդ մի անեկդոտ գիտեմ։ Այդ մեկը ընտիր էր, տեղը գցեցիք։ Բա խեղճերի անունը դուրս է եկել։ Նա դուրս է եկել, բա ինչ է։ Ես կգնամ հələ կստուգեմ, տենցա թե չէ։
Դե կանացի, որտե՞ղ։ Կգնամ Արտաշատ, մի հատ կստուգեմ։ Ես էլ խեղդվեմ։ Իմ մեջ էլ կատես բաներ էլի։ Եղավ շատ հաճելի էր։ Շատ ուրախ եմ, որ ձեզ տեսա, ձեզ լավ օր։ Շատ ենք նայում ձեզ, հետաքրքիր բաներ եք նայում։ Ես էլ կնայեք, ձեզ էլ կտեսնեք։ Թող դեմք ունենա ժողովուրդ ջան։ Պակա։ Ո՞նց եք։ Բարև ձեզ, լավ եմ, սիրուն աղջիկ։ Ինչ կա, ուր եք գնում։ Ձեզ։ Հա, Գնում եմ բանկ։ բանկ եք գնում, գործ ունեք բանկում։ Հա, գործում եմ։ Այսօր տոնա համել էլի։ Հա։ Գնաք փողմող ստանաք, որ Փոխստան զինվոր ունեմ, 2 զինվոր ունեմ։ Վախ աման։ Փոխանցեմ, հա, որ այնտեղ լավ զգամ։ կբարևեք իմ կողմից ձեր զինվորներին։ Ասեմ Անաստասիա, վիպկաշ։ Հա։ Մի քիչ զրուցենք, նոր գնաք։ Ինչի մասին ազիզ։ Այ եսի մե բան մնաց զրուցելու։ Պաստորեն միշտ ստեղ եք կանգնում։ Ես միշտ ստեղ եմ կանգնում։ Ստեղ ունեք հաղորդում, ստեղ չունեք։ Հո, ის հոտս փողոցի վրա եմ կանգնում, ուզում եմ հիշի։ Նախ ենք կանգնում։ Եք վարում այստեղից։ Ձեր անունը կասեք։ Իմ անունը Վեհանուշ է։ Վեհանուշ։ Այո, Ինչ հետաքրքիր անուն է։ սիրուն անունը։ Վեհանուշ։ Վեհանունը։ Ո՞վ է դրել ձեր անունը։ Աննա։ Ծնողներս բնականաբար։ Դե կա պապան, մաման կարևոր է, էլի։ Հա, ծնողներ։ Վեհանուշ։ Վեհա նշանակում։ Հայհատի։ Վայ, ձեր անունը իմ անունի պես սիրուն է։ Հա, վայ։ Ձեր ընկեր պատրոշկա է, չէ՞։ Ծանոթ չեք։ Բարև ձեզ։ Հա, ինձ թվաց ծանոթներ եք։ Հա, ինձ թվաց տենց ընդառաջ եկաք դրա համար։ Ստե կանգնելը տենց էլ չհասկացա։ Չի հասկանում։ Ասում շփվենք։ Խոսանք։ Վայ, պապի ջան, ասում եմ մեքենան շատ լավն էր։ Կոլորիտային, ուր եք գնում։ Ինչ կա գյուղապետարան։ Ընդեղ եք աշխատում։ Ստեղ արդեն գնում եք, թե մարդ եք սպասում։ Հա, դե կարամ նստեմ ինչև մարդը գա։ Ում եք սպասում, վա։ Մենք բան է։ Փող ենք հավաքում։ Փող եք հավաքում։ Ինչ եղա։ Փողի հավաքում։ Հա, այդ գործով եք։ Այդ գործով եք դուք զբաղվում։ Հասկացա, այստեղից եք բնիկ։ Այո, Ինչ կպատնեք բա Գառնից։ գարնի նման տեղ չկա։ Սիրում եք։ Վախ, ձեր ամենասիրելի վայրը ո՞րն է Գառնիում։ Տաճար։ Տաճարն եք սիրում։ Ինչ թվում է ջուրը, չէ, օդը։ Դե մեր ջուրը համարը Հայաստանում ամենալավ ջուրը։ Ինչ որ մեկը որ ուզում է գլուխ գովը, ասում է էսի բան Գառնի ջուրը, որպես առավելություն է դա։ Սոկերը բանը որ պատրաստում են, սթիթ ասում գարնի ջուր։ Հա, ստից։ Աչե, ես որտես կգան սից ջուր կտանենք սարք, չեք գա։ Հա, ասում են Գառնի ջուր, փաստորեն Հայաստանի ամենահամով ջուրը Գառնիում է։ Հա, Երևանի կեսը ջարի ջուրը։ Գառնի ջուրն է, հա։ Իսկ հերիքում է ջուրը գյուղատնտեսության համար, թե քչություն է անում։ Գյուղատնտեսականը ուրիշ է։ Ուրիշ է, ոռոգմանը, հա։ Հա, գետից է եկալը, բայց խմելա ջուրն աղբորն է։ Աղբյուրինն է, հասկացա հրաշալի։ Էլ ինչ կպատնեք գնամ։ Աղբորի աշտի է աղբորից որ դուրս է գալի։ Դրսից արտասահման հայերը գալիս են, կամեստուներով Լցնում տանում են։ Վո։ Ընտիրա։ Պետք է ուրեմն աշխարհին պատմել, ինչքան համով ջուր ունենք մենք իրականում։ Գալին մնան գարնի է։ Հա։ Այսօր տնտես նշելու եք։ Այսօր չէ, վաղ։ Վաղն եք անում։ Բա այսօր չեն կրակը վառում։ Այսօր սկսում է միջև վաղ է։
Այսօր կրակը կվառեք, կթռնեք, երազանք կպահեք։ Վենդի դրանից չունեմ այս տարի, մեր ընտանիքով ենք անում։ Հա, դե ով որ չունի հարսանիք, ուղղակի վառում են։ Դե ինքը այդպես բան չկա, տուն չկա, որ կրակ չվարի։ Հա, բոլորը վառում են այստեղ։ Որ ժամին 4-ին թե 5-ին։ 4-ից 5-ի սահմանել։ Լավ։ Անց ընտանիքով սիրում։ Всё, կշրջենք սաղի կրակի վրայով կթռնենք։ Մինչև այդ բնալու եք։ Հա, ամբողջ օրը էստեղ ենք լինել։ Հաղորդում ենք նկարում։ Դե գնացի, լավ եղեք։ Ձեզ հաջողություն։ Կասեք այդ տուրք-մուրք սաղ տան։ Նես չլի մեկը չտա։ Ինչ։ 99% անցածների ավակ։ Հա, մոլոցի։ Տուրքերն է հավաքում ձյաձը։ Ստեսություն։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, դուք ոնց եք։ Ասեք ձեր կինոն էիմ տենում։ Կինոն։ Էդա ձեր Հաղորդումը։ Գիտես որ կինոներ է, դեռ անընդհատ կրկնում են էլի։ Այս սերուց հետոն։ Հա, Վատ կերպար եմ խաղում։ Հա շատ։ Ասեք լավ եմ խաղում։ Լավ ես խաղում, դրանց հավեսով ես խաղում, էլ մարդը դուրը գալիս է։ Բայց ո՞ր եք շտապում։ Ես մեր գյուղապետանում եմ աշխատում։ Այս բոլորը գյուղապետարանում են աշխատում, ում հարց իր ձեզ ասպասում։ Նախ շատ գեղեցիկ եք։ Շատ շնորհակալություն։ Այո, դա պետք է նշել պարտադիր, գեղեցկությունը միշտ պետք է նշել։ Շատ սիրուն եք, բայց եթե բադ դեր ես խաղում, ավելի լավ կրճի շատ լավ ես խաղում, բայց բադ դեր։ Բայց ես դերասանուհի եմ, պիտի տարբեր դերեր խաղամ։ Դե գնացեք, ձեզ սպասում են, լավ եղեք։ Հաջողություն, ձեզ լավ օր եմ աղթում, ինչով կարակ հյուրասիրեք, ինչ կարակ էլ Չէ, ոչ մի բան, ձեզ տեսանք։ Всё։ Հա, ապրեք, լավ եղեք։ Գնեք տուրքերը հավաքեք։ Այո։ Հա, կհավաքեք նորմալ։ Դե գնացի։ Հաջողություն։ Տուրքերն էլ հավաքեցինք։ Շնայ շատ խնդալ է։ Կինոյի կադրան այ։ Սիրուն կին նստեց 0-ից ինչա։ 6 06 ու տալիլիլիլիլիլի Փակա ուրիշների համար La 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 Ոչինչ չէ, որ մտնում եմ, ես շուն եմ։ Կարամ ինձ շան տեղ դրեմ, ինձ բան չասեն։ Վայ, ես ինչ սիրուն է։ Ոնց որ շատ էին, վախենում եմ։ Որ կողմ գամ, ովքեր են խոսացողները։ Բարև ձեզ։ Իհարկե, մենք արդեն ծանոթացել ենք, հասցրել ենք ծանոթանալ։ Ում պապանա։ Բայց ինչի օրինակ ում պապանա։ Ինքն է կարևոր անձ առաջինը։ Բայց ինքը ավելի կարևոր անձ է, մինչև երեխուն հասնելը։ Պապանա գլխավորես դերում։ Հա, նկարվել է համար։ Ոնց եք բո։ Իսկ ինքուն շատ եք, ինչ եք անում այստեղ։ Լավ, հետաքրիր բաներ Աշկս։ Չկպնի։ Աշկս։ Ինքան շատ եք ասում։ Չէ, ոնց որ ինչ որ առիթ, հա, թե սովորությունա։ Խոսալու օր է, ժամը։ Հա, ընկերներով հավաքվել եք։ Բոլորդ մտերիմ եք իրար հետ։ Լավ թե։ Գառնին ձևավորվել է 1828 թվին։ Հա։ Պարսկաստանի Մակու քաղաքից եկել են 7 ընտանիք։ Այո։ Այս 7 ընտանիքի զավակներն են։ Լուրջ։ Անլուրջ մարդու տպավորություն է։ Ող, չէ, դի ոնց որ խոսքի մեջ էլի։ Do you like Armenia? Yes, it's Armenian people? Yeah, it's Okay. friendly. Can you speak in your language? Say
中国话 Good day, maybe. 就是 Good day. 有点 Yes, in your language. OK。祝你有愉快的一天， Johnny, you KIT? 愉快的一天。 You can it here. Like have a good- all day is so nice, is So a nice. lucky day. Yeah. Okay, in It's a your Chinese English, name. yes. Okay, thank Have a you. nice 中国话， day. 我们来自中国， Django how? 喜欢亚美尼亚，欢迎更多的游客来亚美尼亚旅游。 Aman. 对，我是中国的导游。 Ժորջան Գառնի գյուղը հնագույն բնակավայր է։ Խորենացին կառուցումը վերագրել է Հայկ Նահապետի ծոր գեղամին։ Իբր վերջինիս Թորան Գառնիկի անունով էլ այս վայրը կոչվել է Գառնի։ Երկրաշարժի պատճառով 1679 թվականին ավերվել է, սակայն 28-29 թվականներին վերականգնվել է Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից։ Մի հատ փորձեի, բայց էսի ձերն, հա։ Ապահում է, չեն ծախում։ Հա, դե լավ։ Ողջ ինչ լավն է, ծանր չի։ Չէ, չէ, Տոքո։ օգտվում։ Ոչ շատ համով է։ Որտեղ են թխում։ Դուք եք անում։ Հացի փորը։ Հացի փռովա, բան թոնիր չի։ Չէ, Թոնիր չի։ Օգնեմ տանեք թե։ Հա։ Շո լավ, մի փոչորե։ այս առաջի։ Շատ համով է։ Ապրեք։ Քերեկտակ պանրով կերեք։ Չէ, ապրեք, շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Մերսի։ Աջուր։ Հաջողություն։ Yeah. Պոպոկ։ Մնաց քար գտնենք։ Քար։ Վայ։ Օգնեցին։ Օպա։ Օպ։ Յո։ Լավ էլ պոպոկա։ Ինձ թվաց մեջը արդեն չորացած կլինի, բայց ոնց որ մի Ժորջանին բախտը բերեց։ Սովածացա Ժորջան։ Շատ սոված եմ, առավոտվանից աշխատում ենք։ Տնեցիք ասցին առավոտը ձուխ հաշենք ուտես, ասցի չէ, ոնց որ գործ չեմ արել, ինչ ուտեմ։ Ասածս ինչա, Գառնիում լավ տեղ գիտեմ։ Գնանք այնտեղ հաց ուտեմ։ Ես որ սովածամ եմ, տենց եմ քայլում Ժորջան։ Մինչև հաց չուտեմ, չեմ դզվի։ Բայ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, կարամ անցնեմ ձեր մոտ։ Մեր մոտ Հա, գամ ձեր մոտ այնտեղ մի քիչ զրուցենք, համել ուտելու բան կպատրաստենք իմ համար։ Բացառություն։ Բարև ձեզ նորից։ Ես գիտեմ, որ չի կարելի մտնել, բայց մերսի ձեզ, որ բացառություն արեցիք։ Համով հոտերա ձեր մոտից գալիս։ Մենք էլ շատ սոված ենք, ոնց հասկացաք։ Ասեք, ինչ հյուրասիրում։ Ես նշեմ, որ միս չեմ ուտում, ինչ կա ուրիշ փոխարինիչ։ Առանց մսի։ Առանց մշի շաուրմա։ Հա, Վաու, վեգան։ վեգան։ Վեգան, հա, կարելի է դա պատրաստել։ Աղցանների ունենք, եթե կցանկանա։ Աղցան, չէ, բայց ինչ ունեք։ Աղցանների։ Կեսար, հունական, ամառային, կանաչ աղցան ունենք։ Այդ սաղ կդնեք, ես կտանեմ մեր տուն, լավ։ Աջարական խաչապուրի կարանք կան։ Ամեն ինչ, սա, ինչ կա։ Մի քիչ մենյուի մասին էլ խոսենք։ Ինչ որ յուրահատուկ բաներ, գուցե հայկական բաներ։ Յուրահատուկ բաներ, ստերի համար յուրահատուկ գուցե կա։ Մեր ավելացված, թարմացված մենյուի մեջ ունենք բաներ, որ կարծում եմ տարածքում չկա։ Ինչ, օրինակ։ Օրինակ հավի թևիկներ, Հավի թևիկներ։ հավի թևիկներ, Պետք չի հասնել Երևան Հա, ուտել, Երևան, ժողովուրդ ջան։ Մենք էլ ունենք հավի թևիկներ։ Գերոս ունենք, Գերոս։ վստահ եմ, որ տարածքում չկա, տարածաշրջանում էլ, այսինքն տարիք չկա գնանք հասնենք Երևան։ Երևան, որ գնեն։ Հա, պիցաներ ունենք, պիցաների տեսական ունենք, խաչապուրիների տեսական ունենք, Ինձ թվում է առաքում էլ կունենաք։ առաքում էլ ունենք, թե Գառնին, թե հարակից գյուղերը։ Ես չեմ ասում, որ անգուսի քյաբաբ ունենք։ Վո, ուրա։ Թե չկա մենյու։ Կա ոչ չկա։ Էսա, քյաբաբ անգուսի։ 1200 դրամ։ Բա, Ժորջան, գինն էլ ասենք։
Իմանան ժողովուրդը, որ սենց համով ուտելիքներ կա ու Մենք նոր ենք առակ նոր եք բացել, շնորհավորում եմ, ինչքան ժամանակ է։ Այս ապրիլին կլինի մի ամյա կմե։ Հա, շնորհավորում եմ նախապես։ Շատ լավ է, շատ լավ է։ Ունենք նաև նորություն, մեր մոտ նորություն, պատրաստում ենք տորթեր։ Տորթեր։ Հարսանեկան, կնունքի, ծնունդի եւ այլ առիթների։ Այսօր օրինակ տրնդեզի հետ կապված փոքր տորթի մա ունենք պատվեր, հա։ Այդ ցից կտակ ինձ անպայման։ Հիմա այդ են սարքում։ Հիմա դա է սարքում, հեսա կգնամ այնտեղ էլ կտեսնեմ։ Մարդիկ հաճախ ասում են կյանքը դաժան է, բոլորն են մեղավոր Կյանքն անարդար, բայց լավ է, ամեն ինչ լավ է Այո, ամեն ինչ լավ է Կգա մի օր, բախտը կգա ու լավ է Ամեն ինչ լավ է Այո, ամեն ինչ լավ է Կգա մի օր, բախտը կգա մի տխեք դուք երբեք շտացեք բոլորին Ասեք սիրում եմ և սիրված կլինեք ու կգան Բարև ձեզ։ Էս ինչ լավ գործ եք։ Այո, Անուշ հոտեր եք գցել։ տորթ ենք պատրաստում, բենտո տորթ ենք հավաքում։ Բենտո։ Այո, Դուք տորթերի մասնագետ եք։ Վաղ մշակագործ եմ։ սիրում եք ձեր գործը։ Շատ։ Այդ զգացվեց։ Միանգամից ժպիտ հայտնվեց։ Որ խնդրեմ ձեր գլխարը կտակ, անհարմար եմ զգում։ Մի քիչ։ Հետո չասեն։ Վիֆտաշնեկով, ավիրեց։ Այսպես տնեմ։ Այսպես։ Սազում է։ Այո, նորմալ։ Կլինի մասնագետ թե չէ։ Հա։ Ինձանից շատ է ասում։ Չէ դե։ Լավ, ասեք տեսնեմ ինչ եք պատրաստում, ասցիք։ Պատրաստում ենք բենտո տորթ, մեկն արդեն պատրաստ է հավաքված է, հիմա հավաքում ենք երկրորդը։ Եթե ուզում եք, ես ձեզ ընթացքը ցույց կտամ։ Հա, ես էլ կարամ ինչ-որ բանով օգնեմ։ Այստեղ արդեն միջուկը լցրել եմ խմորի վրա, անկույզը, քրիսպի է եւ նուտելլա։ Հիմա դնում ենք հաջորդ շերտը, բայց թրջելուց հետո միայն։ Ջրով։ Ոչ, ջուր չի։ Շատ ուղի։ Դա ի՞նչ է դա։ Սա շաքարով եփված սիրոպ է, ալկոհոլի համակցությամբ։ Վերջապես եկավ սպասված պահը։ Գազարը նորություններ։ Գազարը շաուրմա չէի կրել։ Ծող կողում ինչո։ Գնանք տեսնենք։ Մի բան էլի հարցնեմ, իսկ ստեղ ինչ եք սարքել։ Սրահ ենք սարքում, որ համ ամառը, համ ձմեռը հարմար լինի։ Վաու։ Հյուրերի համար, էլի հյուրերը հանգիստ կանան, համ տաք եղանակի նստեն, Համ սառը եղանակին սնագ, կարակ պատասխանեք։ Ամառը հով կլինի, ձմեռը տաք կլինի։ Հա, հավես կլինի, հարմար կլինի։ Հա, մարդիկ հանգիստ կանան նստեն։ Այս թափանցիկ բաներից եք, չէ՞ դնելու։ Թամփացիկ սիրուն կսարքենք։ Ապրեք, ձեր գործերին հաջողություն։ Ես իմ թխվածքները վերցնեմ ու արդեն գնամ։ Շատ մնացի։ Կարեք ես պահը, որ Իսկոն շոտ եք դրել։ Այո, սա ձեր բենտոնն է եւ սա հյուրասիրություն։ Всё, ապրեք շատ, հաճելի էր, լավ եղեք, ձեր գործերին հաջողություն։ Հենց բացվի կգանք։ Всё, մերսի։ Հա, всё, 10 օրից գնացի։ Մտածում եմ ես ուտեմ, թե տամ։ Դե լավ, ինձ դրել են, իմ համար են դրել, էսի կտամ։ Մի րոպե, երիտասարդ ջան։ Ես ձեզ քաղցրավենիք եմ բերել։ Հյուրասիրվեք։ Ինչի, չեք ուտը։ Ող, դե լավ։ Ես ձեզ քաղցր բերեցի, որպես շնորհակալություն։
Խնդրում եմ, այսպես տամ։ Խնդրեմ, եւ ձեր ընկերոջն էլ։ Խնդրեմ։ Խնդրեմ։ Հա։ Մենք իրար հասկացանք էլի, շնորհավոր, հա։ Ոնց եք։ Օ, գինի։ Մաճար, հա, մի հատ կենաց ասենք խմենք։ Հա, Ժորժ ջան, հիշում եք, մեկ ամեն անգամ մաճարը խմում ենք։ Այսօր միայն մաճարից, հա։ Այսօր պաճար կա, այսօր տոնա։ Լավ տոնա։ Շնորհավոր լինի։ Ինչ բարեմաղթանքներ ասենք։ Ամենակարևորը առողջություն։ Այո, դա իսկապես կարևոր է։ Love it, ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա։ Երեկոյան արևի ճարագայթները վերևից ընկնում էին տաճարի վրա, անցնելով երթիկով եւ լուսավորելով խորանը, որտեղ տեղադրված էր Միհրի արձանը, արևի աստվածը։ Տաճարը կառուցվել է Տրդատ-Այի կողմից, մեր թվարկության առաջին դարում։ Չնայած նրան, որ տաճարը ունի հունահռոմեական տեսք, առանձնահատկությունը նրանում է, որ կառուցվել է բազալտից, ինչը շատ ավելի դժվար էր, քան եթե կառուցվեր մարմարից։ Տաճարը ավերվել է երկրաշարժի ժամանակ 1679 թվականին, վերակառուցվել է բավականին ուշ եւ վստահվել է ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանին, ով իր կյանքը նվիրեց այս տաճարի վերականգմանը։ Նա անգամ գիշերում էր այստեղ, որպեսզի հետևողական լիներ ընթացող աշխատանքներին։ Ժորժ ջան, սա հինավուրց բաղնիք է, որտեղ այն ժամանակ բարձր խավի մարդիկ հանգստացել են ու տուշխմուշ, քեֆ, այդպիսի բաներ։ Այդտեղ Ժորժ ջան գրած է, որ աշխատեցինք, բայց ոչինչ չտվեցին։ Դա նշանակում է, որ մեր բարձր խավը այնքան բարձր տեղում ա եղել, որ չի կարողացել իջնել աշխատավարձերը տա, կամ էլ հասարակությունը այնքան տոլերանտ ա եղել, որ աշխատել է առանց ոչ մի բանի, այդ միտումով ա իբր գրել էլի, բայց դե մենք գիտենք ոնց ա եղել։ Ժորժ ջան, այստեղ կարատեի դասընթացներ են անցկացնում, եկեք մտնենք, տեսնենք ինչ են անում, բայց գուշ լինենք, որ հանկարծ ժողովուրդ Օս, այդպես եք բարև ձեզ, օս, մի վարկյան գալիս եմ, բայց մի հատ կոշիկներս հանեմ, որ սազենք իրար։ Իս ինչ հովես բաներ են անում, մի երկու բան սովոր ենք, ժողովուրդ ջան, հա չէ սա գոտի, որպես, սա էլ իմ գոտին ա, որտեղ կանգնեմ,
կտոք ինձ էլ մի բան հագնեմ։ Ձերը սև գոտի։ Վայ։ Տվեք։ Կապելի գիտեք։ Չէ, ոչ մի բան չգիտեմ։ Ժիլետի վրիշ, չէ։ Հա։ Всё։ Իսկ հատու կարողակարգա է, որ սևին են հասնում, տենց ինչ որ Քննություններ, ամեն սևին հասնելու համար դու պետք է հաղթարես մոտ 3 տարի։ Մինչև թույլ տան մասնակցես դրան։ Իսկ իմ մոտ ստացվեց դա 1 րոպեում Ժորժ ջան։ Մի վայրկյանում, այո։ Ձախ ձեռքը բացեք, ես աչքը բացեմ, ու ձախը չկան։ Ձախ։ Ուղի։ Ուրեմն հարվածը հավասարաչափ ոնց սա գնում է, սա նույն արագությամբ հետ է գալու։ 1 պտտումը հարվածը բացվում։ 2 3 բացվում է։ Հիմա պետք է տանք իրան հարվածի ուժ։ Մի քիչ մարմնի կոնքերը աչքներում դարացում, թեքվում է կողմ, հարվածի ժամանակ ինքը հետո ուղղելու է։ Սպանես։ Կարատեն հարամեցի։ 2 Գնաց։ 3 Բա ձեներ չենք անում։ Ձայներով գնաց։ Աչալա։ Ես ընդունակ եմ, շատ շուտ եմ սովորում։ Հա, մի քիչ զրուցենք ու անցնենք հաջորդ ինչերին, վարժություններին։ Ես ինձ ուրիշ գոտի բեր, բավես։ Երեխեն էլ էր սև։ Այն աշխարհի չեմպիոնը։ Աշխարհի չեմպիոն արդեն։ Սեպտեմբերի 2-ից 7-ը Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում ինքը աշխարհի չեմպիոն դառավ, իսկ հիմա այստեղ չի, մեկը էլ փոխ չեմպիոն դառեց։ Շնորհավորում եմ, կեցեք, հպարտանում ենք։ Ձեր անունը։ Ջեսիկա ջան, շատ ուրախ ենք։ Ոնց էր այդ հաղթանակի տրամադրությունը բարդ։ Վերջում շատ լավ էր։ Գնացել եք այն մտադրությամբ, որ պետք է հաղթեք, թե։ Իհարկե մեր եռագույնը միշտ պետք է բարձր պահել։ Ողջ ապրեք։ Իսկ ինչ եք սովորել ձեր մարզիչից, sense ամենագլխավոր խորհուրդը որ տվել է։ Պապայիցս։ Հա։ Աման։ Ին ընտանեկան բիզնես է։ Հաղթանակները։ Այո, եւ ինչ խորհուրդ է տվել, որ մանկուց դաստիարակություն, հետո բնականաբար միշտ աշխատասիրություն, ինչն է կարևոր էլի, հիմքը որն է, որ առաջի օրը գալիս են սաները։ Առաջի օրը որ գալիս են, եթե դուք ներս մտնեք ուշադիր լինեիք, ինձ կոշիկներն համաչափ հավասար դրած է, եթե իրանք թեք դրեցին, դրա համար են պատժվելու։ Այսինքն մուտքը մտան, ամեն ինչը փոխվում է իրանց մոտ։ Կոշիկները սկուղեք այդտեղ։ Սկսված է մուտքից մինչև դուրս գալը ամեն ինչը ճիշտ է։ Եթե մի բան ասում ես, ինքը արդեն պարտավոր է խոնարհում, որ հարգանքի նշան սկսվում է էլեմենտար ամեն ինչից։ Այսինքն կարգապահությունն է սկզբում, հետո հարգանքը միմյանց նկատմամբ։ Հետո արդեն անցնում ես կռվել։ Պատրաստվում ես ամիսներ շարունակ, պաշտպանություն, արձակում, հետո նոր արդեն կռիվ մենամարտ։ Հետաքրքիր է։ Հարգանք ու միանգամից հա, դե դուք դիմացինին տնից չի եկել ես սպանելու, եկել ես հաղթելու։ Եկել ես հա։ Իսկ կա այդպիսի օրենք, որ օրինակ այստեղ ինչ սովորում են, դրսում չօգտագործեն։ Դպրոցում։ Դե գիտեք ոնց է, եթե մեն ես ընկել, պետք է օգտագործես, ասես չէ, ես կարամ խփեմ, թող ինձ ծեծեն չի լինում։ Ես քանի որ ձեր արվեստին այսպես ասած չեմ տիրապետում, ինձ ինչ մի ունիվերսալ վարժություն կսովորեցնեք, որ ես էլ հանգիստ քայլեմ, էլի։ Ասենք տղերքի անունებ թե աղջիկների։ Քսերը կապ չունի։ Չունի։ Տղերքին հեշտ ունի։ Խփում ես ընկնում է, վсё։ Տղեկին, այն ինչ ես մտածում եմ։ Հա, ճիշտ եմ մտածում ես։ Իսկ աղջիկներին մի քիչ բրի տանջում ես։ Աղջիկներին բա։ Իսկ եթե այդ տղեն սենց փակ կանգնած է։ Չանգրի։ Ոնց չանգրը։ Չէ, փակ չի կարող։ Ասեմ արի չանգրը։ Չի կարող փակ կանգնի։ Դե հա ինքը տենց գիտի որ դուք ինձ սովորացրել եք ու սենց կանգնած է։ Դե որի վախենալով կանգնի, ոչ շուտ մի արեք գնաց։ Իսկ էսի որ անեմ։ Նոր որ սովորացրեցիք։ Ցանկացած բային կարաս անես, եթե արդեն պարտադիր չի քեզ նեղացնել, ջղայնացրես կարաս խփես, բայց ոչինչ։ Իսկ ոնց կարաք իմանաք, այո, իսկ ավելի լուրջ։ Պետքա ցանկացած սեր պատրաստ լինի ինքնապաշտպանության։
Անկախ նրանից ինչ իրավիճակում է, դու որոշում կայացնում ես տվյալ իրավիճակից։ Թե ինչ կարաս անես, ինչ պետք է անես։ Դու չես կարող որոշես ու հետս կարող լրի ուրիշ բան ստացի։ Իմիջալը սրահը շատ լավն է, մաքուր, կոկիկ, վերանորոգված, հարմար։ Հիմա Գառնիում կարատեն շատ լավ վերել կա ապրում, ունենք մեր դահլիճը տրամադրել է մշակույթի կենտրոնը, բայց ամեն կահավորում կատարվել է կոնֆեդերացիայի կողմից, մեր կոնֆեդերացիայի նախագահ Մարկոս Ղարիբյանի կողմից եւ բացի դա մենք ունենք հենց մշակույթի կենտրոնի տնօրենի ընկեր Ֆիլիպոսյանի աջակցությունը մրցումներին ու համայնքապետարանի բոլորը միասին աջակցում են մեզ։ Ու մենք էլ տալիս ենք ռեզուլտատներ, որի համար մենք շնորհակալ ենք բոլորին։ Թող բոլոր սպորտաձևերում ունենան նման աջակիցներ։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ այսպիսի սաներ պատրաստելու համար, այսպիսի վարպետ լինելու համար։ Շնորհակալություն ձեզ, շատ հաճելի էր։ Նմանապես։ Ոյ։ Ոս։ Գոտին հանձնում եմ։ Հայաստան անունը տալիս, ժերի մեջ մի տուն եմ հիշում, ալևոր կամուրջի հոնքին, ծիծարի մի բույն եմ հիշում, թեքված մի մատուր եմ հիշում, եւ բերդի տեղահան մի դուր, ավերակ տաճարի։ Ժողովուրդ ջան, ոնց հասկացաք։ Ես եկել եմ Գառնիի դպրոց, Արթուր Հակոբյանի անվան համար 1 հիմնական դպրոցում։ Հիմա կգնանք կտեսնենք երեխեք ինչով են զբաղվում, ինչ պատրաստություն են տեսնում, չէ՞ որ այսօր տոն է։ Գնացինք։ Երեխեք եկան իմ վրա։ Բարև երեխեք։ Ո՞նց եք։ Ես խփեմ։ Այ, օպա։ Բարև ձեզ։ Ոյ։ Ես խփեմ։ Բարև ձեզ։ Ագին տարի արդեն ձևավորվել է թիմը։ Հա։ Շատ լավ։ Եկեք այստեղ կանգնենք։ Գրված են, երեխաները ներգրաված են, Եկեք այստեղ։ ունենք 3 տարիքային թիմ, մարզվող, այսինքն այս պահին ստեղ աղջիկները մեծահասակներն են։ Ունենք մոտ մի 30 աղջիկ միջին խումբ, ունենք մոտ մի 30 աղջիկից ավել փոքր տարիք։ Մենակ աղջիկներ են գալիս։ Հա, այս պահին մենակ աղջիկներ են, բայց շահագրգռված ենք, որ ներգրավեք տղաներին են։ Մենակ ես չէ, մեր ընկերների շնորհիվ զարգացրել ենք նաև վոլեյբոլը։ Հրաշալի գործ եք անում, իսկապես։ Այսպիսի թիմ չեմ տեսել, էլի ուրիշ ոչ միտեղ։ Երկու հոգով, իմ հետ մենք երկու ընկեր ենք, այս ինքներ կգաղացնենք, այդ Հադեբոսյանը, այնտեղ ասես բաժանել ենք մարզումները, ըստ տարիքայինի մարզում ենք եւ լավ արդյունքներ ունենք։ Մենք այդ Հադեբոսյանի հետ միասին։
քարերին մաշված աշխարից խռոված մի ցում եւ հեռվում ինչ-որ Սիրելիներս մոտեցավ այսօրվա ամենագլխավոր պահը կրակ վառելու արարողությունը ու չի վառվում Ես դեր զաժի գարկային արտադրողի պապս կասեր Օ, էսի լավն է Վառվեց Այստեղից Վաու Ողջունում ենք բոլորին։ Տրնդեզը կամ Յարընդառաջը հայ եկեղեցու ամենասիրված ու ամենատարածված տոներից է, որի ակունքները տանում են դեպի հեթանոսություն։ Տոնը նշվում է փետրվարի 13-ին կամ 14-ին։ Քրիստոնեական մեկնաբանությամբ կապված է Քրիստոսի տաճարին հետ։ Հիմնական սովորույթն է խարույկի վրայով թռչելը։ Եկեղեցիների կամ տների բակում խարույկ են վառում եւ նորապսակները, հետո նաեւ բոլորով թռչում են կրակի վրա, երջանկության, սիրո եւ առողջության համար։ Այս տոնը նշվում է մեծ տոնակատարությամբ, երկու պարով։ Մեր դպրոցը նույնպես անմաց չմնաց այս տոնից։ Հավաքվել ենք դպրոցի բակում, միասնական շուրջ պարով տոնելու այս կարևոր տոնը։ Կպարենք վերվերի, գյովընդ, փափուրի, կառնո քոչարի, էջմիածին պարերը, այնուհետև կթռչենք կրակի վրայով։ Ուրախ տրամադրություն բոլորիս։ Ցորենի կանաչ արտի մեջ, արվույթի կապույտ մի ծաղի Եվ արտի եզրին մենավոր մի բարդու շրշուն է միշում Հայաստան ասելիս աչքերս են լցվում Հայաստան ասելիս թևերս են բացվում Հայաստան ասելիս Աշխարհը իմ տունն է Հայաստան ասելիս էլ մահը ուշուն է Կմնամ կլինեմ այսպես Ժողովուրդ ջան, ինձ ասեցին, որ այստեղ ավանդական, հին հայկական ավանդական ուտեստներ են պատրաստելու եւ հրավիրեցին Գնանք, էս լավ թեմա է Բարև ձեզ Էս ինչ լավ գործի եք Շատ լավ գործի ենք, համեցեք Ինչ եք պատրաստում Պատրաստում ենք, իհարկե պատրաստելուց շատ մտածեցինք, ձեզ ինչով զարմացնենք, գոհացնենք Որոշեցինք մեր տարածաշրջանի բնորոշ ինչ-որ ուտեստ պատրաստենք Այսօր ձեր համար կպատրաստենք ջրիկ բանջար, մենք ասում ենք ալագյազ, այդպես է կոչվում Ավելուկին ալագյազ? Չէ, ավելուկը առանձին ենք պատրաստում Հիմա նաև ավելուկ ենք պատրաստում, կարմիր լոբի, քանի որ նախապահքային շրջան է, պահքային ուտեստներ Հրաշալի Մեզ օգնեք Ես հոգնած եմ Ես տեղ կանգնեմ, դուք պատրաստեք, հետո բայց իրար հետ կուտենք Ես կօգնեմ, կուտենք, լավ? Ուտելով կօգնեմ, վերջ Ես կհիանամ, ոնց եք պատրաստում Օգնեմ ձեզ Համեցեք, մեր սպիտակ բանջարով ապուրը Համտեսեք, հետո ինձ կասեք, կարծիք կհայտնեք Անպայման, հեսա միասին կուտենք, բա դու չեք ուտում? Կուտեք, հասան ձեր կմոտեցնի Սա էնն է, որ ասում էիք ավելուկինա նման Չէ Դա չի? Սա սպիտակ բանջարով ապուր է կոչվում Իսկ մեջի ես բանջարը? Մեջը բլղուր է իրա հետ ու մի հատ գախնի հավելում ունենք, մի հատ համտեսեք տեսնենք իմանանք ինչ ունենք ներսում Սալորա չի կա ներսում, որը մի փոքր թթվայնություն է տալիս մեր ապուրը, շատ համեղ է
իրոք լավն է։ Մի փոքր սխտոր ավելացնեք։ Իհարկե պարտադիր պայման չի, բայց շատ համը յուրահատուկ է դարձնում։ Դե սխտորը հա, ամեն ինչն էլ համովածնում է։ Նախ կներեք, որ ձեր տեղն եմ զբաղեցրել ժամանակավոր։ Ժամանակավոր է, ոչինչ։ Հա, էլի կներեք ինձ։ Դուք որպես տան մեծ, որպես մեր բոլորիս մեծ, կուզեի խոսեիք մեր արմատներից, գառնեցիները որտեղից են։ Գառնեցիները շուրջ 5000 եւ ավել տարի բնակություն են ունեցել, բայց երկրաշարժից հետո ցավոք սրտի մարդկանց տները ոնց որ խորհրդանացին նկարագրել դարձել են գերեզման տներ։ Եվ դրանից երկրաշարժից հետո 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո 28-29 թվականներից մոտ 37 ընտանիք եկել են Պարսկաստանի Մակու քաղաքից։ Հա։ 9 ընտանիք եկել են Արևմտյան Հայաստանից։ Կոնկրետ մեր ընտանիքը եկել է Ալաշկերտի Ջուջան գյուղից, Արևմտյան Հայաստանից, բայց մեծամասնություն եկել են Պարսկաստանից։ Իսկ դուք ձեզ հետ բերած ավանդույթներ ունեք, որ պահում եք պապերից եկած, տատերից եկած։ Իհարկե պահպանվել է եւ արսանական ծեսերի ժամանակ եւ ուտեստների մեջ մնացել փոխանցվել է մեզ։ Շատ մշակութային արժեքներ ունեն, որը մեր ծնողներից է, մեր պապերից անցել մեզ։ Եվ արսանիկների ժամանակ այդ պարային ծեսերը եւ արսանիկները եւ տուն նույնիսկ որ հարցը կնեմ, այդ հարցն այդ ամեն ինչը արարողակարգը ընտանեկան Սիրուն պիտի կան հարցները շատ էին ձեր տանը։ Քանի երեխա ունեք։ Ես 3։ 3, բա հարսը 4 չէին հարսը։ Այն 4-ը որտեղից։ Եւատի կատակով որ այս մեր աղջիկների վրա շատ սերով աղշատում են։ Հա։ Ոնց որ տեքոր կնիկ լինեն։ Հա, այդ հումոր արեցիք։ Հա, թե չէ 4-ը։ 5 տեքոր կնիկ։ Հասկացա, դե ձեզ բարի ախորժակ, շնորհակալ ենք հյուրընկալության համար։ Սիմֆոնիա, բնության հրաշք, Ժորժ ջան։ Չգիտեմ մեր տեսախցիկը կկարողանա ամբողջ գեղեցկությունը ձեզ փոխանցել, ամեն դեպքում ճիշտ է գալ ու սեփական աչքերով տեսնել։ Ասեմ, որ բարձրությունը հասնում է 50 մետրի, ու իր ասիմետրիկության պատճառով թվում է, թե ձեռագործ է, բայց սա բնական բնության հրաշքներից է։ Մի հատ վատ բան կա, Պարբերաբար այս բնական հուշարձանը ենթարկվում է վանդալների հարձակումների, որովհետև շատ մարդիկ կտրում են ու այս քարերը տանում են իրենց առանձնատներն են ավելի գեղեցկացում, չորշինությունների համար են տանում, մի խոսքով վատ բաներ են անում։ Բայց տխուր բաներից չխոսենք, վայելենք այս գեղեցկությունը։ Արավոտը սարերում սարերն ասին բարեր օրը սարնեց հոգիսա Իմ մեծագույն շնորհակալությունն եմ ուզում հայտնել Գառնու համայնքապետարանին եւ համայնքապետին մեր այսօրվա հաղորդմանը աջակցելու համար։ Ձեր շնորհիվ մենք ունեցանք գեղեցիկ եւ լիարժեք հաղորդում։ Իսկ ձեզ սիրելիներս հրաժեշտ եմ տալիս։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ թողնել ձեր սրտիկները։ Պաչիկներ եմ ձեզ ուղարկում։